Ողջույն ժողովուրդ ջան, արգանքներս բոլորիդ, մինչ մեր ընկերները կմիանան, ասեմ, որ ես 3 դեռ պիտի եթեր անեի, բայց վատ առողջ էի, դրա համար չկարողացա ոչ մի կերպ 3 եթերին միանալ, իսկ ես խոստացել էի գոնե մի քանի բառով անդրադառնալ Հայկ Էբնայելի Սարգսյաններին, նրանց շուրջ ծավալվող խոսակցություններին եւ իհարկե այլ թեմաներ կքննարկենք, բայց սկզբի համար հենց այդտեղից կսկսեմ։ Հիմա երեկվա գրառումս, ինչ մեր ընկերները կմիացան։ Նախ շնորհակալ կլինեմ, եթե ակտիվ կիսեք ժողովուրդ ջան, եթերը, որովհետև երկար ընդմիջումից հետո, ինչպես նկատում եք, նոր եմ եթեր անում, որովհետև դարձյալ արգելափակված էր եթերների հնարավորությունը ու ստիպված մենակ գրառումներով էի բավարարվում, դրանք էլ մի քանի օր չկային։ Ուրեմն ինձ Նայիրի, Հայկի թեմաներով շատ են հարցնում ու գրում։ Ես անընդհատ փորձել եմ այդ հարցերից զերծ մնալ, առհասարակ ոչինչ չպատասխանել կամ մի երկու բառով այնքան որ կլորացնելով թեման խուսափել մի խոսքով, որովհետև դա ես այսպես եմ հասկանում, որ ամբողջովին ներկուսակցական թեմա է։ Ժողովուրդ ջան, ովքեր նոր են միանում ասեմ, ես այս թեման պիտի մի հատ ասեմ ու նոր անցնենք ուրիշ թեմաների։ Դա ես ընկալում եմ, որ ներկուսակցական թեմա է ու որքան էլ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ժողովրդավար կուսակցություն է, ժողովրդավար ենքի վրա, այսինքն նրանց խոսքը կաշկանդված չի, բավականին ազատ է հրապարակային, դրա համար հանրությունը ոնց որ ավելի է տեղյակ ինֆորմացված, որ կուսակցության ներսում այսինչ մարդը անցավ, այնինչ մարդը չի դրել տեխնացիոն մյուս, այսինքն այդ ամեն ինչը լավ բան է։ Դա հենց ժողովրդավարությունն է ու ցանկալի կլիներ, որ մյուս կուսակցությունները նույնպես բարձ ու տապանցիկ գործեն, բայց այնուամենայնիվ, քանի որ ես չեմ հանդիսանում կուսակցության անդամ, ես այդ ներքին տարաձայնություններ, խոսակցություններ բան փորձել եմ միշտ չխառնվել, չնայած հարգել եմ բոլոր կողմերին, թե գործընկերներն են եղել, թե ուղիղ շփումներ եմ ունեցել, հատկապես Նայիրի հետ բավականին սերտ հարաբերություններ ունեմ, բայց ունեցել եմ վերջին շրջանում ավելի զբաղված է լինում, ես էլ իմ զբաղվածությամբ գիտեք, բայց մենք անցել ենք շատ բարդ շրջան միասին, որը բնականաբար չի կարելի ուրանալ, այսպես ասած, հա։ Ուրեմն, էլի չի անդրադառնա, առավել եւս, որ այդ թեման կարծես հետաքրքրությունների գոտուց մի փոքր այն կողմը գնացել, բայց մի երկու օր առաջ աչքովս ընկավ Գառնիկ Դանիելյան անուն ազգանունը կրող Հայաստան Դաշինքի падգամավորը, ինչ որ հայտարարությունների ժամին ակնարկում էր Հայկ Սարգսյանին, Հայկին ու Նայիրին, պարգև ավճարներից խոսելուց ակնարկեց, հետո ինչ չենք նկարում, այնտեղ մի կտոր մի բան եք տանում, նկարում եք, sense դե պարգև ավճարը գիտեք, որ Հայկը Սարգսյան իր ողջ պարգև ավճարը տվել է բաժանում է մարդկանց, երևի դեռ մի բան էլ արդեն անցել է այդ գումարի շեմը, բայց երևի այլ ձևերով նույնպես դա նպաստում է մի խոսքով, որպեսզի օգտակար գործ արվի։ Ու փորձում էր ինչ-որ կերպ ոնց որ թե ծաղրեր, դա թե անուն կպցներ, դա ես շատ բաների առաջ կարող եմ աչք փակել կամ չցանկանալ միջամտել, որովհետև անձերի խոսակցությունները առավել եւս երբ որ ներկուսակցական են լինում, ինձ մի քիչ է հետաքրքիր, հիմա էլ ունեմ շատ ընկերներ կուսակցական, ովքեր որ գալիս են գնում են նստում ենք վեր ենք կենում, խոսում ենք տարբեր բաներից, բայց այս խոսում ենք կուսակցությունից, ասում եմ ինձ այդ թեման եկեք բան չանենք։ Հիմա ինչ վերաբերվում է Գառնիկին Դանիելյան, էլ չի կարող դա զսպել, որովհետև էլի կարող են ամեն մեկը ունենալ իր կարծիքը այդ որոշակի փոքրիկ բաների մեջ, հա, խնդիրների մեջ, թե ինչու չընտրվեցին նախընտրական ցուցակում, մյուս լավն են, վատն են, ամեն մեկը կարող ունենա իր կարծիքը։ Բայց երբ որ արդեն կողքից մի հատ Գառնիկ Դանիելյան է փորձում խառնվի, կներեք, այստեղ արդեն ես չեմ կարող լռել, որովհետև նախ պետք է այդքան լինել Գառնիկ, որպեսզի խոսել, որովհետև ես կարող եմ այսպես ձեզ ասել, այնքան որքան որ Նայիրին կոնկրետ Սարգսյան, ես Հայկ Սարգսյանի հետ քիչ եմ շփում ունեցել, մի քանի տարբեր հարցերով անվտանգային, քանի որ խորհրդի անդամ է, նրան բաներ եմ նկատել, ուղարկել եմ, փորձել եմ լուծում տալ, բան ինձ հետ կապված չի եղել, ընդհանուր բանով եմ ասում։ Իսկ Նայիրի հետ ավելի ուղիղ շփումներ եմ ունեցել, ու նրա տեսակը, ասենք որ մարդկային բանից ելնելով կարող եմ ասել, որ կարևոր մեզ համար շատ ճակատագրական իրավիճակներում, հատկապես 20-21 թվականներին Նայիրին մեծ գործ է արել եւ այնքան կապ է ունեցել հանրային մարդկանց հետ ու ամենատարբեր հարցերը, խնդիրները փորձել ասենց առաջին ձեռքով արագ գծի տեղը, որ էլ ասելու չի, ասենք զոր ու գիշեր այդ տեղեն չարչարվել է։ Բայց այդ ժամանակ, երբ որ մեր պետությունը գտնվում է շատ ծանր իրավիճակում պարտությունից հետո, Գառնիկ, դուք զբաղված եք եղել հեղաշրջում իրականացնելով, այդտեղին զբաղված եղել պետություն պաշտպանելով։ Դրանից առաջ իր բաներով, դրանից առաջ մենք բոլորս պաշտպանում ենք մեր պետությունը թշնամուց, դրանից հետո
5-րդ շարասյունից, այդ թվում նաև քեզնից Գառնիկ։ Այո, դուք 5-րդ շարասյուն եք ու դա է ձեր բնորոշումը։ Հիմա մի քիչ ավելի մանրամասն եմ։ Ուրեմն Ռոբերտ Քոչարյանը, որպեսզի հասկանալի լինի, թե ես այդ հեղաշրջման փորձին ինչու եմ վերաբերվում, նաև ի թիվս հազարավոր բաների։ Ուրեմն Ռոբերտ Քոչարյանը իր ասուլիսներից մեկի ժամանակ արտահայտություն արեց կապված արցախցիների եւ ադրբեջանցիների կոնֆլիկտերին։ Այո, ինքը շեշտեց հենց արցախցիների եւ ադրբեջանցիների կոնֆլիկտը, Հայաստանը կարծես թե այդտեղ ոչ մի բան էր, Արցախն էր հաղթել Ադրբեջանին։ Ոչինչ, դե հիմի ապուշ մարկա մի բան էլ ասեց, բայց այստեղ մի հետաքրքիր բան օրինակ բերեց, ասեց դե քանի որ Ադրբեջանում էլ այդ ընթացքում ներքաղաքական դաշտում անընդհատ այդ հեղաշրջման փորձեր էին իրականանում եւ այլն, դրա արդյունքում բնականաբար պետությունը թուլանում էր ու մենք հաջողեցինք որ հաղթենք։ Այսինքն սրանք հիանալի գիտեն ու հասկանում են թե հեղաշրջումը, այն էլ պարտությունից հետո ինչերի կարող է հանգեցնել։ Եվ միևնույնն է զբաղված են ապօրինի հեղաշրջման փորձով։ Ժողովուրդ, հեղափոխությունն ու հեղաշրջումը դրանք խիստ տարբեր բաներ են։ Ես ձեզ ասեմ, շատերը սրանք նմանեցնում են, որպեսզի բարձ լինի, ասեմ, հեղափոխությունը, օրինակ մեր արած հեղափոխությունը, ինքը սահմանադրական բոլոր օրենքներին համահունչ է գնացել, բոլոր, այսինքն որևիցե բան օրենք իրավունք չի խախտվել։ Հանրությունը իրականացրել է իր իրավունքը։ Իհարկե մեծ դժվարությամբ, բայց այդպես է ստացվել։ Իսկ հեղաշրջումը դա մի փոքր այլ բան է, դա անգամ ընդհանուր միջև քրեական պատասխանատվություն եւ այլն շատ բաներ է ենթադրում։ Եվ սրանք հեղաշրջում են իրականացնում միանգամից հարձակվելով պարլամենտ բանի վրա, կառավարության շենքի վրա, դե պատկերացնեք, նոր ստորագրել են բանը հրադադարը ու միանգամից իրանց հաջորդ գործունեությունը դու մտնում ես խոչընդոտելու, ոնց որ ադրբեջանցի կեց հրահանգած լինեն, հետո պարլամենտի գրավումը, հետո պարալիզացնել հայաստանյան քաղաքական դաշտ, այսինքն թույլ չտալ որևիցե որոշում, որևիցե բան, ասենք շատ ծանր վիճակի մեջ դնել սեփական պետությունը։ Պետությունը ոչ թե իշխանություններին, այո, հենց պետությանը։ Եվ Գառնիկ Դանիելյան, դու եղել ես այդ թիմի մարդ։ Դու ով ես վեր կենաս, փորձես համեմատել, թե Նայիրին ու Հայկը որտեղ ինչքան ինչ են տանում, ինչքան ինչ են, ով ես որ փորձես ծաղրել։ Ու ոչ միայն դուք բոլորդ ով եք։ Դուք երկրի ներսում պարտությունից հետո հեղաշրջման փորձ անողներ եք եղել։ Դուք երկրի ներսում ազգային ժողովի նախագահին մինչև մեռնելը ծեծելուց եք եղել, լավա որ մտածել եք որ վերջ սպանեցիք ու նոր միայն հանգստացել եք։ Դուք հանցագործներ եք տարական, որ ցավոք սրտի հնարավորություն ստացաք մասնակցելու 21 թվի ընտրություններին։ Ես գիտեմ, թե ինչ պայմաններով է ստացվել դա, մենք մի խոսքով, դա մի օր անպայման կխոսենք դրա մասին, որը կարող շատ այլ տպավորություններ թողնել։ Մասնակցեցիք ինչ որ ձև մտակ խցկվեցիք ազգային ժողով, հիմա ինչ որ գնահատականներ եք տալ, ժողովը ձեր գնահատականը վաղուց է տվել։ Ես մի բան դեպք պատմեմ ժողովուրդ։ Իսկ Նայիրին այն ժամանակ առհասարակ հրապարակային տեսգործունեություն շատ աչքի չէր ընկնում, ինքը շատ ավելի զուսպ էր եւ այլն։ Այդ հետո քիչ-քիչ սկսեց նաեւ տեսանյութեր հրապարակել բան։ Մի խոսքով, Նայիրին ուրեմն ես շատ կարևոր ժամանակահատվածում իր անձը մոռացած շատ կարևոր բաներ արել ժողովուրդ ջան, որոնք այս պայն հրապարակման ենթակա չեն, առավել եւս չեմ կարծում, որ նա կցանկանար, որ ես հրապարակեմ, հա, դրանք, որովհետեւ նախապես ինչ որ բան չեմ պայմանավորվել վաղուց, հետո չեմ շփվել, չեմ խոսել, մի օր երևի կհանդիպենք, էլի կզրուցենք մի քիչ։ Ուրեմն ես մենակ մի դեպք պատմեմ ձեզ։ Այդ 2021 թվականներին, մինչև 22-ը կարելի ասել, ես մի ոտս դիրքեր տղերքի մոտ գնալ գալ, մյուս կողմից կազմակերպչական բան, այս ամբողջը մենակ, կազմակերպչական բաներ, մի կողմից ձեր աջակցությամբ 1000 հարց լուծել, մի կողմից զոհվածների ու կամ հաշմանդամ տղերքի այցելել, զոհվածների ընտանիքներ այցելել, մի խոսքով, եմ որ կոն դատար կորցրած խառը ժամանակներ են, այդ ընթացքում մի օր մի հատ դեպք եղավ, մի էլի հաշմանդամի տուն եմ գնում, որ դե գիտեք, ոնց որ պետությունը խառը վիճակում է, չէ՞, այնտեղ 1000 բան կա պիտի տեղ ընկնի, մինչև այդ ծրագրերը սկսեն աշխատել, ժամանակ է պետք լինում դրան, ու ինձ գումար էին ուղարկել, ես, հա, 5000 եվրո, եթե չեմ սխալվում, ու խնդրել էին 1-2 ընտանիքի տալ այդ ժամանակ, ես որոշեցի տալ 10 ընտանիքի, հա, դե ինձ մոտ ֆիքսելով սաղ կապի մեջ լինելով ես կողմ են կողմ, հետո նենց եղավ վերջում 2 ընտանիք էլ ավելացրեցի, մի խոսքով ասում եմ, թող լինի 300 եվրո, 400 եվրո, բայց մի քանի ընտանիքի ուտեմ խառը ժամանակներ է։ Ու այդ շրջանում էլի ինչ որ գումար տվեցին, ու ես համարները գրում էի հետո, ուղարկում էի նրանց, ովքեր գումար են, որովհետև ես տես բանը չէի նկարի, չէի ֆիքսի ու իմ պայմանն էր ասում եմ ախպեր ջան, ես կտամ հեռախոսի համար կապի միջոց, կփոխանցեմ ձեզ, որ հետո եթե ցանկանաք էլի օգտակար լինեք, ինձ չխառնեք, դրա մեջ դուք արդեն իրար մեջ, որովհետև խառնա ուղեղս, այս կոն վազել, մի բանը մյուսի հետ խառնում, հետո ես բան չեմ, 1000 խոսակցության տեղ հաստատ չեմ տա։ Հետո էլ ինչ որ գումար եղավ, այս անգամ հաշմանդամներին արդեն, հենց այդ շրջանում էր դրա համար մի քիչ խառնում էի, էլի։
ու իմացա որ այդտեղ Փարաքյարի կողմերը մի այդպիսի ընտանիք կա տղան հաշմանդամ ու շատ բարդ վիճակ էր գնացի տեսնելու գնացի զգուշորեն շատ ախր այդ գումարը երբ որ տալիս եք ժողովուրդ ջան չեք պատկերացնի դա հոգեբանական իսկ ծանր պահ էր մար տղան գնացել է հաշմանդամ եկել է ու դու իրան ասենք մի $300 գումար ես տալիս շատ դժվար է դա տալը դու զգում ես որ դու համարյա բան չես տալիս էլի որ կուզեիր որ կյանքը տայր բայց դա դեռ չեմ խոսում զոհվածների ընտանիքները այդտեղ ես ամեն գնալուց հետո գժվում եի համարյա ցած ասեմ ու այստեղ գումարը տվեցի բան ասի դե եթե ինչ որ խնդիրներ կլինի կապով կլինեք հետո ոնց որ միշտ բոլորին էի ասում ինչով կարողանամ կփորձեմ օգտակար լինեմ անցնում է մի կարճ ժամանակ այս տղայի հայրը զանգում է ինձ գնել ջան ասում է մի անհամեստ հարցով եմ զանգել էլի շատ ասում եմ ասա բան չկա դեղեր էին անհրաժեշտ տղին նու խնդիր ունեին գումարի դե տղան չի կարող աշխատես մարդն ինչ որ խնդիրներ ուներ առողջական էլի տենց ամբողջ ուժով չէր կարող աշխատել չէր կարող ասել ասի հենց դեղա պետք է գումարելա բայց չէ ասում մենակ այդ դեղերն է պետք մինչև ինչ որ զննություն բան արդեն նշանակած է էլի ուղղակի այս ընթացքում այդ դեղերը մի քիչ թանկ է չեմ կարող գնամ ասում եմ ինչ արժի բա մոտավորապես մի 40-50 հազար դրամ ես էլ դիրքերից նոր հետ եմ գալիս տղերքին բան էի տարել իջացրի հետ եմ գալիս ու խոսում եմ ասում եմ ես հիմա ուշ կհասնեմ էլի որ ձեր մոտ ապտեկա կա բա ասում եմ ճանաչում եք ես բա ասում եմ եթե ասես տուր առավոտյան կտանք կտա դու ասում որ առավոտյան կարենանք տանք ես հիմի կարամ ասի դե դու մտի վերցրու արխեն իմացի կա էդի ուղղակի հասնեմ քաղաք հասնեմ առավոտյան ես էդի կտամ մոտս կա հա Օ գնել ջան այնց ուրախացավ ոգևորվեց բան ասում եմ այն արդեն նորմալ է ես գիտեի մեծ գումար ավելի մի խոսքով Տես գալիս եմ հաջորդ օրը առավոտը ուզում եմ հետ զանգեմ որպեսզի տնամ որ ապսեկանային իջնեմ մի խոսքով գումարը փոխանցեմ մեկ էլ մինչև իջնել ես ինձ նայրին է զանգում Սարգսյան Գնել ջան բարև գնել ջան ախպեր ասում ոնց անենք թողնես մի քանի հոգու էլ մենք կարողանանք օգտակար լինենք ասում եմ այսինքն Ասում ախր մենք էլ փորձում ենք օգտակար լինենք որ զանգել ենք հիմա այս մարդուն էլ զանգել ենք հերթական անգամն ասում ես էլ որևէ դեպքն է ասում զանգել ենք ուզում ենք տենանք ինչով կարանք աջակցենք մինչև այդ ծրագրերը լինելը ասում դե մերսի էլ պետք չի հենա գնելը արդեն ասելա վերցրել եմ հեսա մի քիչ հետո գալու է մի խոսքով այդ ժամանակ նայրին խնդրեց ասես թող էդի ես էլի անեմ մեկ էլ եթե էլի բանա լինում դու ինձ կապի մեջ ես ասեցի լավ այսինքն Այդ ժամանակ այդ խոսակցությունը շատ չմանրամասնում նենց ստացվեց, որ այս մարդիկ էլի իրանք իրանց գրպանից, իրանց միջոցներից փորձում են օգտակար լինել, մինչև այդ նույն պետական ծրագրերը, որտեղ որ իրանք կա, մինչև դրանք ստացվում են, որովհետև այ մի հատ հասարակ օրինակ վերեմ, հա, ասենք այս COVID-ի պատմության հետ կապված ոնց փորձեցին Թորոսյանին բան անեն, խառնեն թեմայի մեջ, որովհետև ծրագիրը չհաստատված, ասենք Թորոսյանը կարող է ասել լավ, մինչև ծրագիրը հաստատվի, մի հատ էսի հրատապա մի բան անենք, մինչև մարդիկ են մեռնում Բայց հետո անդիմությունը կարողանում է դա դարձնի կոռուպցիայի բունա, էսա, այնա, թալա, թղթերի վրա չկա, այսինքն պաշտոնյաները այդ կողմից խիստ բան են էլի, այդպես սահմանափակված են շատ բաներով։ Մի խոսքով, հիմա այս օրինակը խի բերեցի։ Ես Գառնիկ ջան, տես այդ ժամանակ, այդ ծանր ժամանակները, ընդհուպ նաև սրանով են զբաղված եղել, մտահոգվել են։ Այդ ժամանակները դու դրանով զբաղված չես եղել։ Ոչ դու ես դրանով զբաղված եղել, որ ճիշտ ձեր դաշնակցական կառույցը փողեր էր վերցրել, բան չէր արել։ Ասում մենակ աղմուկը բարձրացնելուց հետո մի մասը հետ ուղարկեցիք։ Բա մեկը հարցնի բախի հետ ուղարկեցիք։ Այդ ոնց է, այդպես պատրաստ մեկ հետ ուղարկեք, այնել, այդպես մենք առաջ ընկանք լուսաբանեցինք նույն Պարսկա հայությունից, նույն Հունաստանի հայությունից, մյուսից։ Դուք զբաղված եք այդ նույն հերոսների կյանքը ավելի մխտրելով, կեղտոտելով ու քաղաքական աչոք հավաքելով։ Դուք այսօր դուրս եք եկել, ինչի՞ց եք խոսում։ Թե բայ շատ էլ չենք գնում նկարվում, արել նկարվի, ես էլ օրինակ ես չեմ նկարվել, այդպես բաներ, երևի նկար չունենամ էլ, չգիտեմ, կամ կապիտի շատ փնտրեմ են հեռախոսների մեջ պիտի որնի։ Հարցը նկարվել չնկարվելը չի։ Այո, ես կարծում եմ չարժի, բայց ով դու չպիտի խոսաս։ Ոչ դու, ոչ ձեր թիմից որևիցե մեկը։ Բարոյական իրավունք չեք վաստակել այդպես բան խոսելու։ Ու դուք չեք էլ կարող ոչ նայրի հետ ոտ գցել, ոչ էլ հայկի։ Փորձեք, այդպես պղտոր ջրում ձուկ չբռնել, էլի, եկել եք լավ իմանալով, որ այնտեղ կարող է մի քիչ փոքրիկ բան կա, թուրմբռնում կա, մտել եք ուզում եք ինչ խաղեր տակ։ Գնացեք նա դուք ձեր վդին նայեք, ագրեսիվացեն ընկել եք ժողովրդի ջանին։ Ագրեսիվացեն ընկել եք ժողովրդի ջանին։ Ով ձեր սրտով չի խոսում, այ մի հատ նայեք ձերոնցականներին մի հատ նայեք, էլի։ Ոնց են իրանց պահում չաթերում, մյուս տեղերը բան։ Մի հատ ուսումնասիրել եք առհասարակ։ Ժողովրդին էլ ինչ անուն ասես չեք կպցրել, արա։ Ոչ ու փուշներ, ձեռները այդ կրակն են ընկել։ Ում ոչ հայկին, ոչ նայրի հետ, ձեր սաղ թիմով, չեք կարող կես ոտ գցեք։
Այնքան է եղել, նույն եղել է հաշմանդամության կարգի հետ կապված, եղել է, արա այնքան բան է եղել, հիմի որ ուզենամ հիշեմ, երևի լրիվ չհիշեմ։ Դուք ելեք ինչերից եք խոսում, ձեր արևին ծաղրում եք։ Ոտից գլուխ դավաճանական դրսևորում ա եղել ձեր գործունեությունը։ Հիմա մարդ եք ման գալիս ձեր արևին ծաղրեք, բայց շատ էլ մենք չենք ցույց տալի, որ մենք էլ մեր պարգևավճարը ինչ ենք արել, ինչ չենք։ Ցույց տուր ինչ։ Իմ պարգևավճարից դուք պիտի խոսակ արա։ Երկիրը թալնել պրծծրել եք, այսօր դուք պիտի, դուք ով եք որ խոսեք։ Ես իմ վերաբերմունքը հայտնել եմ, օրինակ, ու հայտնել եմ իմ իշխանություններին, իմ վերաբերմունքը։ Բայց ձեր մասին խոսելու չի այդտեղ ոչ էլ համեմատական տանելու է։ Այդ պարգևավճարների ինստիտուտը ով է ներդրել, մենք կարանք իմանանք։ Կամ նստացեք հերթով մոտիկանում եք ամբիոնին։ Այն օրը տեսանք, մտել եմ դաշնակների էջնա, չեմ հիշում որ մեկն էր այդ իրանց կանանցից, բան է ասում, հայտարարություն է անում, համացանց է Facebook-ում եք դրել, ուրեմն հրապարակային տիրույթ է։ Ես էլ իմ վերաբերմունքն եմ հայտնում, տակը գրառում եմ արել, ոչ ես կյանքում տեսնեք չհավատակ ժողովուրդ։ Ես կյանքում սկզբից ոչ մեկի չեմ վիրավորում, երբեք։ Եթե հանգարց ինձ վիրավորում են, նոր կարող է պատասխանեմ, ով ոնց խոսացել է, հենց տենց էլ պատասխանում։ Չէ, Արմենուհի Գյուրեղյանն էր ոնց որ։ ՀՅԴ-ն էլ իրանց ՀՅԴ պաշտոնական էջով դրած է ելույթը։ Ես էլ տակը գրառում եմ անում, ես էլ եմ քաղաքացի, որպես քաղաքական դիրքորոշում եմ ներկայացնում։ Հա։ Մի հատ բջիջ տղա դաշնակներից, մտել է Բերանը 7:30-ի վրա բացել է։ Արա դուք սկի ձեր կանանց ներկայությունը չեք կարողանում հարգել։ Ասենք ու այն Արծվիկ Մինասյանն էլ կմոտենա ամբիոնի մոտ, կբողոքի ատելության մթնոլորտից, այս Նարեկ Մարեկ Կարապետյանները մյուսները պարակտումների մթնոլորտից, ոտից գլուխ պարակտի չեք արա։ Մարդուն կարծիք հայտնելու համար վիրավորում եք, արա դուք ով եք։ Հələ իտո ձեր պաշտոնական էջում։ Ես չեմ տեսել, մինչև հիմա, տեսեք Civic-ը ԿՊ-ի պաշտոնական էջն է, չէ։ Ես այսքան ժամանակ չեմ տեսել Civic-ի էջում մի հատ ԿՊ-ական, որևիցե մեկին այդ քֆուրները, բառացի քֆուրները տա նրա համար, որ կարող է այնի հակասի, իր հակառակ կարծիքը հայտնի բանին, Civic-ի հրապարակմանը։ Ես տես բան չտեսել եմ բանավեճը, բայց տես բան քֆուրով բանով չեմ տեսել արա։ Էսով եք դուք արա։ Դուք սկի ձեր պաշտոնական էջը հարգել չգիտեք արա։ Ձեր կին պատգամավորին հարգել չգիտեք։ Ասենք ձեր մոտ ոնց այդ ընտանեկան process է, ինչա, ձեր մոտ նորմալ է կնիկ տղամարդ սախ քֆուր չլինեն։ Ես իմ հետի ոնց է էլի ձեր մոտ, ես չեմ հասկանում, իսկապես չէ։ Այն տիպի է, մի կողմից պատասխանում եմ, արա մի կողմից ասում եմ, բայց արժի ես իմ ստեղ էսի գրում եմ։ Որտեվ անհարմար է, բայց ինչ անեմ, այ քեզ բան, բայց admin չունեք տիրություն անի։ Հələ Հունաստանից պրիտով։ Կներեք, սանձր զալաչուն եմ ասում եմ ապուշներին պատասխանելու։ Նես որ ապեր ջան, մի հատ ձեր վդին նայեք, ձեր վրա գլխին նայեք, նոր եկեք կանգնեք, ձեզ ցույց տվեք, փորձեք այ երբ որ ասում ենք ժողովուրդ ջան, սենց չպիտի գնա ընտրությունը, որովհետև այս սրան ենք ականատես լինելու, չեք ուզում բան անեք։ Սա դնենք մի կողմ, երեք հարցազրույց է տալիս։ Նայեք, նախ Պետրոսը շատ վատ հարցազրույց վերցրեց, դա իմ ուղիղ գնահատականը։ Նես մի հատ բան սարքեցին, լունուխ սարքեցին, տարածեցին, հեսա տեսեք, բան, էսյան, ինչ էր, երկոքի նստած զրուցին է։ Ոչ հարցազրույց կար այդտեղ, ոչ երևի իմի հարցազրույցը վրա կավաչի ուզեցել շատ նեղեկացի, որ ամփոփել չգիտեմ, բայց այնուամենայնիվ շատ վատ հարցազրույց էր։ Ու ուսն շատ դիպուկ կամ սուր հարցերից խուսափում էր ոնց որ թե Պետրոսը, չգիտեմ ինչի։ Բայց եկել նստել խոսում է, նես բաներից է խոսում, ինձ համար ուղեղից մեջ չի տեղավորվում, էլի։ Ուրեմն ասում եմ մեր երկրին, մեր պետության հայրենիքին, մեր ժողովրդին պետք է նոր ձայն, նոր խոսք, էս։ Ու այս խոսույթը շատերն են տարածում, էլի մենակ ինքը տենց չի ասում, շատերն են տարածում, փորձում են մեր մտածողության մեջ նստածնել, որ մեզ նոր բան է պետք։ Առասարակ հա նոր բաներ պետք լինում են, հարցը դա չի, նայած իրավիճակներում, նայած շրջաններում, բայց այս այդտեղ շուտ հոգնեցիք վրոձի բոլորը, ու ներկայանում են միշտ, ոչ նախկին, ոչ ներկա դիրքերից, էլի։ Արա, բա որ այդպես դուք շուտ հոգնող եք, բայց 30 տարի եք այդ նույն սրիկակ ապրում։ Այդ 30 տարվա ընթացքում հեշտ չեք ջոգում, որ նոր խոսք է պետք, նոր ռազմավարություն է պետք, նոր տնտեսական մոտեցումներ են պետք, նոր արտաքին դիվանագիտություն է պետք, նոր չգիտեմ, այդ ժամանակ ձեր սրտով էր այդ հինը։ Այդ հնիսաղ, այդ երկար ժամանակամիջոցը։ Ում եք եկել էշի տեղ դնում։ Ում Ուրեմն չգիտենք ինչն ինչոց է, տարածքը կորցնում է Ռուսաստանը։
կորցնում է, որ իր էշ խելքի պատճառով հայ ժողովուրդը երբեք չի ուզեցել եսի միշտ միշտ նորմալ է վերաբերվել ռուսներին, մինչև իրանք իրաց էշ խելքը չբրթեցին առաջ ու 44 օրյային նախապատրաստական աշխատանքներում թաքուն աջակցեցին Ադրբեջանին, ընթացքում աջակցեցին Ադրբեջանին, հետո աջակցեցին էթնիկ զտման մեջ։ Չհասկացանք, բա ինչ պիտի լինի։ Բա մենք էլ անվտանգային խնդիր ունենք։ Պիտի լուծվեր։ Կարողացան, գիտեք որ շրջանը եղել որ այս հույսս քիչ է երևացել։ Դու գիտեք որ հետո ինչ մի հատ մոտեցում կա ժողովուրդը շատ էսի ամենավտանգավոր մոտեցումն է։ Մարդիկ կան որ կարծում են ով էլ լիներ ղեկավարը, եթե ամերիկաներ մտնում տարածաշրջան, մեկը կմտներ։ Ասենք եթե հիմա օրինակ գա Նարեկը կարծեմ, մեկը Թրամփի ուղին կա, գործարկվի մյուսը։ Ոչ, դա այդպես չի։ Դա Հայաստանի Հանրապետության դիվանագիտական բլոգի մեծագույն ձեռքբերումն է։ Մեծագույն ձեռքբերումն է։ Դա մի հատ լուրջ բան է, որ ասենք գերագնահատելը անհնար է պարզապես։ Անհնար, չես եթե իրան անգամ ճիշտ բացես, ինքը այնպես գնահատական ունի, որ դրանից ավելի չի լինի ասել։ Չնայած շատ քաղաքացիներ ոնց որ էտել չեն ցանկանում հասկանալ։ Շատ-շատերը չեն բանա, տեսեք ինչ են տարածում, ասում են ոնց 26% մերն է 74% ամերիկացիներին, հա, բայց ոչ ոք չի ասում, ինչի 26%-ը։ Ոչ, 26%-ը չի։ Ես ես ուղիղ ասեմ, 100%-ն է մերը, 100%-ը։ 26-74-ը կազմակերպության փայաբաժինն է, հասկանում եք։ Կազմակերպության փայաբաժին։ Նա հասարակ բան ասեմ, օրինակ, պղնձամոլիբդենայինը ինչ էր, կազմակերպություն է, չէ։ Այդտեղ Հայաստանը փայաբաժին չուներ, չէ, մենակ հարկու տուրք էին, նրանք մուծում են թաքցնելով լիքը բան, ճիշտ է։ Մինչև որ քանի 20-21% կարողացան զորով Փաշինյանի իշխանությունների մտնել այդտեղ, չէ, պետություն այսինքն մտավ մասնաբաժին, ճիշտ է։ Դա բիզնեսին է։ Գազպրոմից քանի տոկոս ունեք։ 0 Հիմի օրինակ, եկեք մի հատ բան օրինակ բերենք, հա, վերացական։ Ամերիկան եթե գա, ասի ես բավարարում եմ գազով, ես ներդրում եմ անում գազ տալու ոլորտում 20%-ներ կոնն Հայաստան։ Բացի հարկերը տուրքերը։ Ասել ենք չէ, էսի վատ բան, հա, բա որ վատ բանա, բայց 0%-ով եք համաձայնվել։ Երկաթուղիներից քանի տոկոս ունեք, կամ երկաթուղի ունեք, թե չունեք։ Հարկերը 100%-ը պետությանն են, հարկու տուրքը, դրա անվտանգությունը, վերահսկողությունը, ամեն ինչը։ Դա բիզնես ծրագիր է։ Ու այդ բիզնես ներդրումային ծրագրի, որը որ ծախսանում են 26%-ն էլ բացի այդ ամեն ինչը, էլի մերն է։ Դուք հասկանում եք ինչի մասին է խոսքը։ Երբ որ պատրաստ էին ձրի ռուսներին բերեին կանգնացնել, ռազմաբազայից քանի տոկոս ունեք, ինչ փող ունեք, հələ ասեք տեսնենք 0։ Հիմա այս ձրի երկիրը սաղին նվիրածները, եկել են խոսում են, փորձում են ինչ-որ սս կեղտեր բռնեն, եսի մինչեր անեն, էլի։ Հասկանում եք ինչից են ինչ փորձում ստանալ։ Նստելա ամեն երկրորդ բառը հայրենիքը, մենք հայրենիքը, բան մեր հայրենիքը, հայրենիքի համար, երեք բա հարցազրույցը, նայ, երևի 50 անգամ հայրենիք բառը ասես։ Այո, 50 անգամ հայրենիք բառը ասողը գոնե մի անգամ գնում է ծառայության։ Ախպեր, չես ծառայում, խնդիր չկա, զորավարժություններ կա, կարաս դիմես։ Ասես 20 օրով ուզում եմ գնամ, բան, դիրք է։ Սաղին գժի տեղ են դրել։ Իմիջայլոց, ես Աշկովս ընկավ Թորոսյանի հրապարակումը, չգիտեմ, տեսել եք թե չէ։ Երեք դա հարցազրույցի ժամանակ ասում էր բանա, չէ, Թորոսյանն էլ չէ անդրադարձել, ծառայելա չի ծառայել։ Ես համարտը գրել է։ Արսեն Թորոսյանը անդրադարձել է Սամվել Կարապետյանի եղբորորդուն Արեգ Կարապետյանի հանրային հեռուստաընկերության եթերմալված հայտարարություններին, մասնավորապես նախարարների բանակում չծառայելու վերաբերյալ բարձրաձայնմանը։ Ճիշտն ասած, այս բանավեճի մեջ չէի ցանկանա մտնել, բայց երբ նորելուկ, բայց միևնույն ժամանակ հինավուրց քաղաքական ուժերը իրենց քարոզչությունը կառուցում են բացահայտ ստի վրա, դժվար է չարձագանքել։ Այսօր ուժեղ ուժի համակարգողը հայտարարել է, որ ես չեմ ծառայել զինված ուժերում։ Կիցն է իմ զինվորական գրքույկի մի էջն է, որտեղ երևում է, ուշադիր լսեք, որ ես զորակոչվել եմ բանակ 25/12/2015 թվին, զորակոչվել եմ 33 տարեկան հասակում, երբ ունեի 2 երեխա, քանի որ սպայական կոչում ունեի ստացած Երևանի պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետից։ Զորակոչվելիս ղեկավարում էի բժշկական կենտրոն, որն իր ճյուղում առաջատարներից էր, ունեի մոտ 30 աշխատող, ընկերության շրջանառությունը մեծ էր $1 միլիոն։ Այս մանրամասները հատուկ եմ ասում, որպեսզի պարզ լինի, որ եթե ոմանց նման ուզենայի խուսափել բանակից, մի բան կանեի, ինչպես իրենք են արել։ Զորացրվել եմ 16 տարին, քանի որ մինչ զորակոչս հայտնի հիվանդությունը սրվել էր, ինչի մասին առիթ ունեցել եմ նախկինում հրապարակային խոսելու։ 33 տարեկան եղել, 2 երեխա էլ ունեցել, ասել է ճախ ջենց գնում եմ իմ ծառայությունը անցկացնեմ։ Դու այդ ինչ ես արել որ ճիշտ է։ Կամ հարցը մենակ ծառայությունն էլ չի, ախր։ Հարցը մենակ ծառայությունն էլ չի։ 44 օրյա պատերազմի ժամանակ քո հոպարը
կողմերին կոչ արել նստել բանակցությունների սեղանին։ Դու հասկանում ես դա ինչ է։ Դիվանագիտական լեզվով հետևյալն է, որ նա Հայաստանի ու Ադրբեջանի միջև եւ Արցախի ու Ադրբեջանի միջև դրել է հավասարության նշածով իր համար։ Իր համար դրանք կողմեր են, հասկանում եք։ Այս արտահայտությունը կամ դու Նարեկ ջան, ես չեմ հասկանում Պետրոսը խի դարձել չտես։ Գնացել ես դրսերում ինտերվյու տալիս Հայաստանին մեղադրում ես արցախցիներին տեղահանելու մեջ։ Ինչ հայրենիքից ես խոսում։ Եկել ես իբր տնտեսությունից ես խոսում, նա Բաբկեն Թունյանը որպես տնտեսագետ իշխող ուժի ներկայացուցիչ հրավիրում է բանավեճի։ Որովհետև կարելի է սիրուն բաներ խոսել։ Այդ սիրուն բանը, գիտեք ինչ, իմիջ այլոց, այն ինչ որ խոսում են, այն ինչ որ առաջարկում են, չէ՞, որ ասում են, «Էս կանենք, մենակ թե մեզ ընտրեք»։ Տեսեք, այն ժամանակ sense բաներ չէին առաջարկում։ Բացարձակ, այն որ ոնց, լիքալված չընտրես։ Չէին առաջարկում։ Ոչ մի բան չէին առաջարկում, այդ ռազմավարական ծրագիրներն նա ճուլեր են յանե կացած, ով էր կարդում ինչա ինչ չի, հասկանում եք։ Չկային այդ բաները։ Մաքսիմում խոստումը ձեր հայաթը ասֆալտ ենք 5 տարին մեկ։ Բայց հիմա նայեք ինչեր են առաջարկում։ Ու ես կարող եմ ասել, այդ որ տես վստահ բաներ եք առաջարկում, դրանք նույնպես Փաշինյանի իշխանության շնորհքն է։ Ասեմ խի, որովհետև Ռուսաստանը տեսնում է ինչ աստեղ կատարվում։ Ու փորձել է ստավկիկը բարձած, արա ասում են, այդ ժողովուրդը ինչ կուզե խոստացեք։ Ինչ ասում են, ասեք հա կլինի։ Մենակ թե ընտրվեք, ես այդ դարդից բրցնեմ, որովհետև կորցնում է ազդեցության գոտին իրա։ Ջորջ, այդ որ խոսում ենք ֆորպոստ բան, երևի այդ բառի իմաստը այդքան էլ լավ մեր ժողովուրդը չի ընկալում, չգիտեմ, թե չէ այդ մի բառակապակցությունը բավարար կլիներ բոլոր հարցերին պատասխան տալու համար, հասկանում եք։ Ասենք ձեր կարծիքով խիա Լավրովը նստում մի հատ ամբողջ հսկայական երկրի կայսրության արգոսնախարար, նստում խոսում Վարդան Ղուկասյանից, մի հատ փոքր պետության, փոքր քաղաքի քաղաքապետից, ինչի համար։ Հա, ասում է հոպարսել ծառայել է ԽՍՀՄ բանակում։ Բայց վերադառնալով են թեմային, ինչի համար է դա անում։ Դուք կարևոր, մենք մինչև այս իմացել ենք, թե մենք ինչ կարևոր երկիր ենք, Անտակառակ մեզ սովորացրել են, որ մենք կարևորություն չունենք, դրա համար պիտի լինենք ինչ-որ մեկի լծի տակ։ Կարող է տենց չեն սովորացրել, որ մեկի տենց չեն սովորացրել։ Չէ, մեր անձնական կարծիքը օրինակ ես իմը միշտ ունեցել եմ, չգիտեմ, բայց որ մեկի տենց չեն սովորացրել, որտեղ մենք ոչ ծով ունենք, ոչ եսիմ ինչ ունենք, 4 կողմից շրջապատված ենք թշնամիներով, ու մեզ խիստ անհրաժեշտ է, որ միշտ մի հատ լավ մեծ աղբեր ունենանք, ոսկով մեզ բրգի։ Այս դաստիարակությունը չգնացել անգամ անկախությունից հետո։ Հələ սովետի ժամանակը բացի, անկախությունից հետո էլ։ Այդ է գնացել։ Այսօր տեսնում եք, որ այդ ամեն ինչը այդքան էլ տենց չի։ Ում ամագնախի պիտի չգնահատեն, որ։ Պետրոս երեք ոչ մի բան չարեց գակ ջան։ Հա, ասում, այ ապրես, այն գավառական շուստրությունն է։ Հələ եվրոպացիներին չէ, ասում է, սկզբից մի հատ սենս արեց, ասես դե ամերիկացիներին, չինացիներին, նա ինչ է ասում։ Յանի անգամ հետո ռուսներին, Իրանը, մեկ ինչ էր խոսում։ Դու Հայաստանի Հանրապետություն, այդքան բան ասկի Թրամփը չի կարա անի Ամերիկայի ղեկավարը լինելով, դուք ինչ եք խոսում։ Այնա որ սիրուն բաներ ասեն, հույսները մարդկանց չմբռնելն է, չիմանալն է, հասկանում եք։ Բայց ես կարծում եմ մյուս կողմից էլ այս ուժի վրա ճիշտ է, ես մյուսս կարեմ կենտրոնանանք, բայց կառավարության իշխանության մակարդակով չարժի որ կենտրոնանանք։ Լսած պատասխանում եք ավելի են երես առնում, կարևորվում են, մարդիկ եկան ասում են, ուրեմն այսօր կարևոր են, տեսեք, իշխանությունները վախենում են սրանցից, բացես բաներ են անում։ Ոնց եք պատկեր, ախր դուք ես չգիտեմ, տեսեք ժողովուրդ ջան, Ռուսաստանի Դաշնությունում լինես ու դու լինես միլիարդատեր, դու չես կարա չլինես FSB-ի ձեռի տակ։ Չես կարա չլինես, դա բացառված է, դες ման չի լինում։ Իհարկե դուք կարող եք ընկերական հարաբերություններ ունենաք տվյալ FSB-ի շիշնիկի կամ գեներալի հետ։ Իրար տուն գնաք գաք խախախի, բայց շատ լավ իմացեք, երբ որ հրահանգը եկավ, դուք պիտի անեք։ Սա այդպես է աշխատում։ Հիմա, ասենք 10 տասնամյակներով հեչ ոչ մեկին ոչ մի բան, հիմա որոշել են, որ Հայաստանին իրենք պետք են, ինչներից եք պետք։ Փող ունենք, այդ ջանդակ չունենք, գնա փող ունենք, գնացեք բիզնես դրեք, ձեզ ով է խանգարում։ Ով է խանգարում, չէ, հարցը այդտեղ չի։ Հարցը շատ ուրիշ տեղ է։ Հարցը այնտեղ է, որ համալսար Գերդաստանով հետախուզման մեջ են։ Այնց այդտեղ է հարցը։ Ու թռած են Դուբայ։ Այնց այդտեղ է հարցը։ Հարցը այն է, որ ուրիշ ձև չունեն Պլստալու, պիտի ինչ որ կերպ Հայաստանը առնեն, հայաստանցուն առնեն։ Ու հույս ունեն, որ կառնեն, այո։ Հույս ունեն, որտեղից է հույսը։ Իրանք կառավարել են, իրանք գիտեն ինչ են կառավարել։ Հիմա
Հա, խոսում ես նոր բաներից, տեսեք, ասում է նոր խոսքապետ, նոր մոտեցումապետ բանման, Փաշինյանին ասում է Փաշինյան, Սերժին ասում է պարոն Սարգսյան, պարոն նախագահ, ես ինչեր ասում։ Նայ, այդ ամեն ինչի մեջ եթե օրինակ Նարեկը մտած լիներ նրանց քննադատելով նույնպես, հավասարաչափ են որում, որովհետև սա ես գիտեմ, չէ, ինչ պատուղ են եղել։ Կասեին դա կարող է մարդը մի քիչ ես շատ գիտեմ, շատ չէի խորանա, էլի գլխի տակ չէի դնել, լուրջ եմ ասում։ Ախր դուք եք հստակ ցույց տալիս, թե դուք ով եք։ Եվ ԱԺ ընդդիմությունները իր հերթին է ցույց տալիս։ Ասեմ ավելին, բերան ասում եք, որ Գյումրի 2 ենք անելու։ Իսկ Գյումրի 2-ը ինչ էր, ժողովուրդ ջան, բացի այն, որ sense եկան միացան իրար։ Ուրիշ ինչ էր, Գյումրի 2-ն է, Գյումրին հետևյալն էր։ Գյումրին ցույց տվեց, որ անգամ ընտանեկան թշնամությունը, որ մեջը արում կա թափած, իրանք կարան հանգիստ դնեն այն կողմ, եթե վերևից հրահանգ կա։ Այ դա ցույց տվեց Գյումրին։ Չէ, Մարտունն ու Վարդանը ու Վարդանիկը ինչ վիճակի մեջ էին իրար հետ։ Արուն թշնամիներ էին։ Բայց եթե վերևում որոշված է, դուք ով եք արուն թշնամություն հիշեք։ Սրբությունը պետք է վաճառել նաև։ Այ էսա։ Չէ, ես գիտեք որ ես կողմ եմ որ թշնամություններ հայ ու հայի մեջ չմնա, հարցը դա չի։ Եվ բնավ չեմ ուզում այդ ուղղությամբ ինչ-որ բան, բայց Գյումրին մեզ նաև այդ սովորեցրեց։ Որ այո, առաջիկայում կարող է տեսնենք թե ոնց են իրանք իրար մի սուտում բան յանի մտենց առանձին բաներ են։ Բայց պետք է ժողովուրդը լավ իմանա, որ արժե համակարգային ընտրության է պատրաստվում։ Եթե 21-ի ընտրությունները մի քիչ այլ բան, լեգիտիմության վերահաստատման մասին էին, 26-ին արժե համակարգային։ Մեր պատմության մեջ շատ են sense դեպքեր եղել։ Նու ընտրությունների տեսքով չէ բնականաբար, բայց իրավիճակի մասով, երբ որ Հայաստանը հայ ժողովուրդը փորձել է պետականությունը ամրացնի, երբ որ այն հասնում է իր պետականության ամրացմանը, անպայման Բյուզանդան մեծ ուժեր, Պարթևան մեծ ուժեր, Արաբան մեծ ուժեր, Հունան մեծ ուժեր, Հռոմեան մեծ ուժեր, անպայման սրանք ժողովրդի ուղեղն ուտելով հանել են իշխանների դեմ եւ այլն ապստամբություններ, ընդհանուր միջև դավաճանական լիքը դրսևորումներ, բայց դավաճանները ի՞նչն են դավաճանել։ Իրա այսենց կարծել են որ պիտի մեր երկիրը անկախություն պիտի լինի, չգիտեմ, հռոմեական կայսրության տիրապետության տակ։ Իրանք էլ լինեն գավառապետ։ Բազմաթիվ օրինակներ կան։ Ու մենք հիմա այդտեղ ենք։ Մեզ օրական ինչ ասես պատմում են։ Ինչ ասես պատմում են։ Տեսեք, այս բանը որ բացահայտվեց, այս ջիհադիստական պայքարի, այս տերորիստական նկրտումները, այնտեղ այդ թղթի մեջ բաներ չէ գրած, որ կոտրել բոլոր պաշտոնյաների կայքերը, տարածել ապատեգատվություն բոլորի մասին ինչքան կարան եւ այլն։ Գիտեք, դրանք գործել են, ուղղակի այս թափով չէ։ Եվ ես այս օրինակը կբերեմ։ Եվ ուղիղ հենց հիմա, այս ինչը կապված է Ադրբեջանի հետ մերժում է, ասես բաներ են անում։ Հիմա ջոհուդների դիմելա $500,000 փող պիտի տա։ Սրանք քաղտեխնոլոգներ են, այսպես ասեմ, ովքեր որ սպասարկելու են նախընտրական process-ներ, այսինքն ասելու են որտեղ մի քիչ ավել ժպտա, որտեղ ձեռքի շարժումը ոնց անի, որտեղ ոնց նստի, ինչի մասին ոնց մոտեցում ցուցաբերի, հետո սովորացնելու են ու բացատրելու են էլի ուրիշ հռետորաբանություն մյուս, հետո բան են անելու, տարածելու են ամենատարբեր ապատեգատվություններ։ Մեր հանրությունն ոչ չի սիրում բան անել, ճշտել մի ակնուրը։ Այդ օրինակը հիմա բերեմ, հա։ Օրինակ Վալոդյա Հակոբյանի գրառումը կարդանք։ Ուրեմն, նախորդ ցնդաբանությունը իշխանությունների անունից տարածելուց հետո անցել են մրցակցության, Պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գևորգյանին լրիվ օդից մտքեր վերագրելուն։ Այս մարդն անգամ սրան մոտ միտք չի ասել, որ ասեմ մանիպուլացնում են։ Դու ավելին սկի ասուլից, հարցազրույց, չեպազրույց այսօր չի տվել, բայց տարածում են իբր այն ձյան ամենապիկ պահին sense մտքերը արտահայտեն։ Մարդիկ այդ պիտակավորումներով, վիրավորանքներով տարածում են։ Ուրեմն, միտք են տարածել Յանիմ, այս մարդը, այս մարդը, Յանիմ այս մարդը ասել է, երթևեկությունը կառավարելի է, ձյուն չկա, մերկասառույցի մասին լուրերը հերյուրանք են, հորդորում ենք սանդրանքների չենթարկվել։ Տեսեք, 3 ձյուններ, սառույց կար, չէ՞, զգալի էր։ Հիմի տենց է լինում, աշխարհում զարգացած երկրներում որ հազար տեսակ տեխնիկա ունեն, լինում են գրիցիկական բայ։ Ու իբր այս մարդը sense գրառում է արել։ Հասկանում եք, իբր։ Հիմի ոչ մեկ չգիտի իբրա թե չէ։ Սարքել են, գցել են։ Ով տենա ինչ ասելու։ Առաջինը։
Ես նույն ապուշեն արա երեք են տեղել Իսակովը կանգնած էս բանը Լենինգրադյանը կամ մյուսը ես ինչ ա խոսում չէ մի անգամից հիստերիկանալու ենք ոչ մեկս չենք մտնելու տնանք տես բան կա թե չկա ուսես մանր բաներով անընդհատ խփելու են անընդհատ կամ էս մյուսը ահա կամ էս մյուսը Հայաստանը մենք ենք մի հատ ապուշ էջ է Երկիրը պետք է վերանայի ապրիլի 24-ի կարգավիճակը այսօրը որը տասնամյակներ շարունակ սքոր էր եւ պետական տոն այսօր դարձել է Հայաստանում խաղաղության եւ բարգավաճման գլխավոր խոչընդոտը մինչ մենք կարճացենք 15 թվականի իրադարձությունների շոյություններից մեր հարևաններն ու պոտենցիալ գործընկերները մեզ տեսնում են միայն որպես անցյալի դժգոհություններով ապրող ազգ ժամանակն է վերջապես ընդունել որ ցիցեռնակաբերտ տանող ամենամյա երթերը եւ այս ամսաթվի քաղաքականացումը անմիջականորեն վնասում են ազգային շահերին դրանք օտարացնում են Թուրքիային, որի հետ ինչպես նշել է մեր առաջնորդը, մենք փոխադարձաբար փակել ենք թշնամանկի գլուխը։ Ուրեմն, մի հատ միտք են գրել, էսի այն տեսանկյունից իբր կարա էսի իշխանական լինի, էլի։ Հասկանում եք, իբր սա իշխանական մոտեցումն է, այդպես։ Բացում ես, ով է կիսվել Կարպիս Փաշոյանը, երևի ճանաչում եք Կարպիսին Փաշոյան, ով շատ լուրջ գրել է, կարծում եմ ակնհայտ է, թե որ ուժերն են իրականում հիբրիդային պատերազմում հայ ժողովրդի դեմ։ Ու ես գրած կգամ, ինքը շատ լավ գիտի թե էսի ու մեջն է։ Այո, կան ընդդիմադիր կայքեր, ընդդիմադիր չէ, 5-րդ Շարասյան ներկայացուցիչներ, այս ջհուդների ներկայացուցիչները մյուս, ովքեր որ գրառումներ են անում, ներկանալով իբր իշխանական թեմից, բայց չափազանցացված ու ստահոդ բաներով, որը կարա հանրությունը չընդունի։ Հասկանում եք, դրանով նույնպես հարվածում են։ Իմիջայլոց ինձ հետ իմեջերի հետ իմ հետ են շատ այնպես բարվել, իմեջը Facebook-յան, մի պահ սարքում են իմ նկարով, հա, մի հատ իրանց է բան են անում, ռեդակցիորված են անում, սարքում են իմ նկարով, ինչ որ մի հատ գրառում են անում, իբր այդ գրառումը ես եմ արել, հետո իրանք սկրինշոտ են անում, տարածում են, հասկանում եք, հետո իրանք մեզ վրոզի բանից բեխաբար այդ իրանց իսկ տարածած սուտ խոսույթը, որ իբր ես եմ արել, վերցնում տարածում են իրանց էջում, տեսեք ինչ ասել։ Այսպիսի մանիպուլյացիաների են դիմում, հեսա, այդ էջն էլ իմիջայլոց, Պարզվում է առհասարակ, հա, փաստերից դուք ման հարթակնել է անդրադարձել։ Պարզվում է առհասարակ Հնդկաստանից է կառավարվում։ Բայց բնականաբար հնդիկները չեն, էլ էդի ուրիշ համար են վերցնում, որպեսզի հետո պարզելն էլ դժվար լինի կամ անհնար, հասկանում եք։ Ահա այսպես սա հիբրիդային պատերազմ է, ժողովուրդ ջան։ Միտքը հասկացաք, չէ՞։ Հա դե, ինչ ուզում խոսում են։ Ինչ ուզում խոսում են, բառացիորեն։ Բայց մարդիկ պիտի վաղուց ախր հասկացած լինեն, գիտակցած լինեն, ախր այդ ստահոդ լուրեր տարածողներին պետք է պատժեն լիքն համացանցում։ Աննա ջան, ես ինչ հասանից խոսում եմ, անպայման այսպեսի գրառում լինում է, մեկնաբանություն լինում է։ Նայեք, ցավները տանեմ։ Ասենք ո՞նց եք պատկերացնում պատժելը։ Ո՞նց։ Պիտի հայտնաբերես, որ պատժես, չէ՞, օրինակ։ Դե հայտնաբերեք։ Մի հատ հնդկական համարով ես իմ որ Չուլանից մեկը գրել եք, էլի։ Էսի հայտնաբերելու համար մի $200,000 փող պիտի ծախսվի։ Էս հələ մենակ հայտնաբերելը, պատժելիությունն էլ հələ բան չի։ Ինքը կարող ասի ախպեր ջան, ես իմ կարծիքն եմ գրել։ Մտածում եմ որ տենց է։ Այդ ոչ թե պետք է հայտնաբերել, բայց էլ մենք պիտի հասկանանք, որը որից հետո է։ Որը ինչ էջ է առհասարակ, հետևել թե բլոկել գնա։ Տենց բան էջերը պետք է բլոկել գնա։ Արտուր ջան, զարմանում ես, հիմա ես քեզ ասեմ։ Ուրեմն 20 թվականի վերջ, 21 թվականի սկիզբ իմ IS էջը բաների մեջ մի օր բացում եմ, տեսնեմ հետևորդներից քանակը մի գիշերվա մեջ կլոր ուղիղ 5000-ով ավելացել է։ 5000 հոգով ավելացել է։ Բան ավել, բան չարեցի շատ։ Հետո տեսնում եմ, որ ինչ որ իմ եթերների տակ այս խնդալու նշաններն է շատ գնում։ Ու որ նայում էի, տենց ինչ որ հնդկական պակիստանյան դեմքեր էին։ Ընտրությունները պրծակ 21 թվականի ընտրությունների լուսադեմին ուղիղ 5000-ով պակասել է էջիսպան, բանը հետևորդներից թիվը։ Եկել նստել են իմ նման մարդկանց էջերին ու փորձել են ազդել։ Հասկանում եք։ Հա, ասում եմ գնել ջան, ճիշտ է, բայց ընդդիմադիրների միջից էլ կան, օրինակ Էդգար Ղազարյանը, ինչ ասես, որ չի գրում։ Ցավները տանեմ։ Ինչ ասես, որ չի գրում, էլի իր իրավունքն է։ Չնայած, եթե ինչ-որ մեկին ուղիղ վիրավորում է, այդ ինչ-որ մեկը կարա դատի տա։ Բայց որպեսզի դատի տա, պիտի փողը մուծի, չէ՞։ Որպեսզի փող մուծի, պիտի փողը հերիկի որ մուծի, չէ՞։ Աշխատավարձը։ Այո, սրանք բոլոր ուղղություններով հարվածում են, բոլոր ուղղություններով։ Նորմալ է, քաղաքական process, այդ մարդիկը քաղաքականությունը անտաշավարի, անտաստրակավարի են ըմբռնել։ Ուրեմն քաղաքացին թող իր գնահատականը տա։ Ընտրություններին իր գնահատականը թող տա։
Ի՞նչն է խանգարում։ Ամենավատը գիտեք որն է, որ երբ որ մարդուն փորձում ես process-ը իրավիճակը ներկայացնես, իր չհասկանալը բարդում է քո ինչ-որ մեկին պաշտպանելու վրա։ Քանի որ ինքը չի հասկանում դու ինչ ես ասում, կամ զգում է, որ այդտեղ եթե ինքը դրան հակամ չասի պատասխանատվության բան կա, ասում է լավ, ուրեմն դու ես ինչին ես պաշտպանում կամ ինչին։ Ասում նայ, նախ պաշտպանելն էլ իմ իրավունքն է, կուզեմ կպաշտպանեմ, կուզեմ չէ, բայց ախր այստեղ պաշտպանելու հարցն էլ չի։ Լոգիկա բան ենք ասում։ Դեմ ես թե կողմ ես դրան։ Հենց հիմա 26 թվականի ընտրությունները լինելու է ասեմ ինչի մասին։ Կամ մենք դառնում ենք աշխարհ քաղաքական այս նոր ստեղծող աշխարհակարգի մաս, կամ մենք դառնում ենք էլի Հարիսայի մոտ թղթի շերեփով գնացող։ Վեր, այս ընտրությունը։ Այս ռուսամետ ուժերը ամբողջովին դա են, արևմտամետերի մեջ էլ էլի ռուսամետներ կան, ուղղակի արևմտամետի տակ կանգնված, հացը հետ չի։ Բայց մի բան հաստատ է, մեր պետությունը կործանման եզրին է կանգնած եղել։ Մենք պետությունն ախել է բարդ ասել, որ ունեցել ենք, այդ մեզ են ասել պետությունը։ Ես իզուր չեմ ասում, ես ասում 20 բանը, անցյալ տարի սեպտեմբերի 21-ին ուզում եմ մի հատ անկախության մասին բանաստեղծություն կարդեմ, անեկա չգտա։ Իսկ սա դաստիարակություն լեզվա մտածողություն է։ Մեզ անկախության գաղափարախոսության կարևորությունը երբեք ոչ ոք չի սովորացրել։ Հասկանում եք։ Մենք այտենց ենք մեծացել, եկեք պրեզիդենտ կան, մենք մեզանից շատերս պատերազմից հետո ենք սկսել ցած բացել մի հատ դիապազոնը մեր պատկերացումի մեջ, վերցնել պատասխանատվություն մեզ վրա, գնահատական տալ ինչ-որ բանի։ Շատ շատերս այդպես։ Բայց ինչ-որ բայց ասում ենք, չէ, հելա հոգնեցինք։ Ինչի՞ց։ Ինչի՞ց։ Վերել ես աշխարհի գերհզոր խաղացողներին մցրել ես տարածաշրջան ու ապացուցում ես, որ քո տարածաշրջան, քո պետությունը ոչ թե ոչ մի բան չունի, այլ ինքը կարա լինի աշխարհին կապող խաչմերուկ։ Սա դու գիտեք այնց էշ բան, հա։ Իմիջայլոց այս ամեն ինչ Ադրբեջանի վրա է գծած եղել, է։ Բա որևիցե մեկը չի ուզում դրան անդրադառնալ։ Ո՞նց եղավ որ քաշվեց բերվեց էս կողմ։ Դա դիվանագիտական հաղթանակներ են, բայց չէ մենք հաղթանակ ընկալում ենք մենակ ռազմական հաղթանակը։ Ընդ որում կիսատ պռատ։ Մենք միջև այսօր ասում ենք Արցախյան առաջին պատերազմը հաղթել ենք։ Բայց դες բան չկա։ Մենք եղել ենք հաղթական դիրքերում ու պաս ենք տվել դիվանագիտությանը, որը պարտվել է։ Այդ դրա պատճառով այսպես եղավ։ Իսկ լրջագույն դիվանագիտական հաղթանակները մենք չենք համարում հաղթանակ։ Չէ, պիտի անպայման բախում լինի երկու կողմից իրար վրա կարակեմ, մենք մի հատ հերոսի անուն պիտի թափովի մեջ իմանանք, որտեղ ասենք հաղթել։ Արցախի կորուստն էլ սաղից սրտին անցնի, թող որևիցե մեկը տեղ նույնպես դիվիդենդ չբռնի, թող գնա ռուսներից պահանջեն այնա։ Իրանք են ուզել ռուսները լինեն։ Հազարատ հարց կա ախր։ Հազարատ հարց։ Մեր խոսքը ժողովուրդ ասած կարճ կապեցի, շատը նախ Facebook-ը անհրաժեշտ էր ակտիվացնել, անկեղծ եմ ասում, շատ վատավիճակ է, այնքան հարցակումներ են եղել։ Կան շատ թեմաներ, որ արժի խոսալ, բայց մի քիչ հիմա YouTube-ով եմ ավելի շատ դրան, չնայած Facebook-ն էլ ակտիվ կպայենք։ Արժեվում 1000 հարցեր կան ու այս ձեր աջակցությունը չափազանց կարևոր է։ Ու արդեն ավելի թեմատիկ բաներից խոսենք։ Այսօր ես ավելի շատ ես եթեր ուզում եմ անել, որպեսզի հենց Գառնիկ Դանելյանին երկու բառ ասեի, թե իրանք ով են ու ում կարան ծաղրեն ում չէ։ Կամ բլոճիկով տղայք գնացեք այն ձեր աթեիստ եկեղեցապաշտպան, ոչ մի ինչքան հակասող իրար բաներ կա, մեջը պարունակած ֆրֆռում է Քոչարյանը, գնացեք իրան ասեք։ Բայց ուժը շատ ավելի խորքային ձևեր է պատրաստում, խորքային ձևեր է պատրաստում համադրել հաստատ ընտրական արդյունքներ գրանցելու համար սոցիալական հարթակները գրավելուց բացի սկսած 4 միլիոն ՀՀ քաղաքացիներին ընտրություններում ներգրավելուց մինչև քաղաքական բարև լծող քաղաքացիներին դռնեդուր ընկած հավաքագրելով։ Անո ջան լրիվ համաձայն եմ, տեսեք 165 միլիոն դոլար Ռուսաստանը մենակ այս ուղղության վրա ծախսելու համար է բան արել, տրամադրել 165 միլիոն դոլար։ Այդ նշանակում է, ասած մի հատ համառոտ մասը ասեմ, էլի։ Այդ նշանակում է մեր 1 միլիոն ընտրողներին, մոտ 1 միլիոն մարդագնում ընտրություն։ 1 միլիոն ընտրողներին ամեն մեկին 165 դոլար փող կարան տան։ Ամեն մեկը ով մտնում ընտրատարած կարան դու պատկերացնում ես, չէ։ Գումարած մի 3 այդքանն էլ ինչա իրանք չծախսեն։ Մանավանդ որ Սամվել Կարապետյանի ձեռից սա խլում են։ Ռուսաստանը դրել է վզին։ Այսինքն խնդիրները, եթե չեմ սխալվում, ուրիշ բանից կարան առաջացած լինեն, բայց սա ուզում է գերազանցիկ դառնա Պուտինի առաջ, ու ասել է կանի այս միլիարդներից ներկը դնեն, այս հարցը կլուծեն իմ ձևով, մեր ձևով։ Ու Պուտինի հետ իմ գործերը կգցեմ տեղը։ Սա է անձնական հարաբերություններ են, որտեղ զոհադառում է, ու սա էլ է բան։
ինչ որ ինքը երևակայական հեքիաթ չի։ Առաջին համաշխարհային պատերազմը ինչից է սկսել։ Առաջին համաշխարհային պատերազմը սկսել է նրանից, որ մի հատ մարդ ուրիշ մարդու կրակեց սպանեց։ Ну, իհարկե մի քիչ բարձր մակարդակի, ես որտեղ դուքս ես, որտեղ ու դες գնաց։ Ու այդ առաջին համաշխարհային պատերազմը կայսրություններ քանդվեցին, էլ ցեղասպանություն մի ամբողջ։ Այսինքն, եթե ես մի մարդուն չէր սպանում, աշխարհը ուրիշ ուղղությամբ էր գնում։ Հասկանում եք։ Այսինքն, մտածել, որ տես բաները, չգիտեմ, չափազանցված են, սխալվում է։ Մարդկության պատմությունը այնքան տենց օրինակներ ունի։ Էսա։ Ուզենք թե չուզենք։ Իսկ Թրամփի ուղին չի աշխատելու։ Լավ իմացեք, Ամերիկան ստեղ կաշխատի, մենակ այո, ստեղ նշանակություն ունի նաև անձերը։ Ճիշտ է, ինստիտուտները կարևոր են, բայց անձերի ով լինելը նշանակություն ունի։ Եթե ստեղ եղան ռուսամետ ուժեր, մոռացեք, Սյունիքի միջանցքներ են տալու, FSB-ն էլ կանգնելու անտեղ, ադրբեջանցին էլ անարգել ընդերից մտնելու, ընդերից դուրս գա։ Իրանք սրա մասին բաց են ասել։ Սա է։ Ուզում եք, իրանք են մեր քաղաքացին։ Մեկը Փաշինյանը ընտրություն չի կեղծել, որտեղ հենց կեղծեց աշխարհը չի ընկալելու դա վերջ։ Աշխարհը ուզում է լավ խաղացողների հետ խաղալ։ Ու մենք ունենք շանս դառնալու սեղանի շուրջ նստածներից մեկը, ոչ թե սեղանի վրա դրվածներից մեկը։ Այսա։ Ու այդ շանսը շատ ավելի շոշափելի է դառնում։ Գնալով ավելի ու ավելի շոշափելի։ Ես վերջի Դավոսն էլ դրա մասին։ Զենքից են խոսում, Փաշինյանը հայտարարություն արեց, ասաց, եկեք գնանք ցույց տանք 50-50 խմբեր կազմենք, գնանք։ Քանի հոգի գնացին։ Սահմանից են խոսում, ասում 50-50 խմբեր կազմենք, գնանք։ Քանի հոգի գնացին։ Ինչից ասես խոսում են, ամեն շաբաթ բանա, բրիֆինգ է տալիս վարչապետը, բրիֆինգով է հանդես գալիս։ Գալիս ասում են, դեմը լրիվ ուրիշ է։ Ալիևը ասեց, որ այ մարդ, սաղ շաբաթ կյանքներս կերել արուներս խմել եք այս հարցով։ Բա կանգնել եք հիմա դեմը, ի՞նչ հարցը չեք տալիս։ Այ դա, որովհետև պիտի հանձնարարություն կա, հնարավորինս դեմոնիզացնել, այսինքն սատանայացնել, դեմոնիզացիան է դա։ Ասենք, կապել բացասական բաների հետ, թե ղեկավարին, թե քաղաքական ուժը միայն այդ չէ, այ արևմուտքը ինչքան վատնա, այ Եվրոպան ինչքան վատնա, այ Ամերիկան ինչքան վատնա, այս ամեն ինչը դեմոնիզացնել։ Էս է խնդիրը։ Ու այդ տեխնոլոգիաները, բաներն էլ այդ փողերը որ վերցնում են, հավատացեք, եթե ինստիտուտները կան, ուրեմն այդտեղ հաստատ գործանելու տեղ կա։ Սոճանի գրառումը աշխովս ընկավ հանայել եմ։ Դե ինչ ասեմ, ոչ մի բան չեմ ասի։ Որ ասեմ, վատ բան պիտի ասեմ, ավելի լավը չասեմ։ Դե գիտեք ոնց է, նայեք։ Ես ոչ միայն այդ գրառումը, ես մի քանի օր առաջ կարդացել եմ ձեզ համար, բայց կարծեմ YouTube-յան էջով, թե իրանց մոտ ոնց են շնորհակալություն հայտնել դաշնակներին, դաշնակները դաշնակներին շնորհակալություն են հայտնել գերիներին բերելու համար։ Ու ասել եմ դա ինչ էր նշանակելու դեռևս։ Բայց մի բան հաստատ է։ Գերիների թեման էլ է շատ ուռճացրած։ Նախ, գիտեք ինչ, կներեք, վատ բան եմ հիմա մի քիչ ասելու, բայց պիտի մենք մեկ փորձենք տեղարենք էլ մտնել։ Մենք գերի ենք հերոսացնում, հասկանում եք դուք։ Դուք հասկանում եք, դա որ է եղել մնացել է ռազմի դաշտում։ Հազար տարբերակներ կան, բայց ամեն դեպքում մի խոսքով, եկեք դեռևս ես կարծում եմ տակ-տակ ենք չարժի շատ խորանալ, ժամանակը կգա դրա գնահատականները կտրվի։ Մի բան չբացառենք, որ այս մարդկանց իր ընտանիքի կամ իր կնոջ ականջին էլ լիքը լրված կլինեն, որի շահությունը բան չի անում, մի բան էլ իրանք են երևի հանձնել գերիներին, այնքան բան կասեն, ինչի մասին է խոսքը, ոչինչ թող խոսեն, նորմալ է, ամեն մարդ իր պատկերացումներով։ 5 տարի կտրված է եղել ոչինչ։ Թող խոսի հետո կերեմ։ Հեսա կսկսեն հերոսացնել էլ, բան անել։ Հեսա կսկսեն այս ընտրությունների ժամանակ էլ կօգտագործեն, ես չմտածեք, հատկապես Քոչարյանի ուժերը սիրում են այդպես բաներ անել։ Ես չմտածեք, այդ սա կտեսնենք դեռ։ Հələ դուք նայեք, մի ամիտ падգամավորի տեխնացություն չդնի։ Մի խոսքով։ Սենց ժողովուրդ ջան, ավելի թեմատիկ արդեն եկեք թողնենք առաջ ուզում եմ զրուցեինք ու իմ ասելիքը կարճ համառոտ ներկայացնեի Հայկի ու Նայիրի հետ կապված։ Իմիջայլուց ասեմ, որ Նայիրին մի շատ ուրիշ ու շատ կարևոր բանով եմ պարտական, որը որ չեմ հրապարակի։ Կանե առայժմ։ Մի խոսքով։ Ամեն ինչ շատ լավ է լինելու, հեշտ չմտածեք։
շատ լավ է լինելու։ Բաներ են, կգնան, սենց բաներ ենք տեսել։ Պինդ եղեք, ամուր եղեք, ձեր համոզմունքներին հավատարիմ եղեք։ Մնացածը իր անունով կգնա։ Լավ եղեք, մինչ հանդիպում։ Բարի գիշեր։